Մի կողմից Թուրքիայի նախագահի անձնական ցավակցական զանգը Պոլսո հայոց պատրիարքին, մյուս կողմից փակ սահմանների բացման հեռանկարով դանդաղ, տասնամյակներով ձգվող պատմություն։ Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունն ու հակասական բնույթն այսօր արտացոլվում են հենց այս երկու իրողությունների միջև։ Սակայն Թուրքիայի հայ համայնքի համար ցանկացած դրական ազդակ հույսի աղբյուր է, թեթևացնելու այն 100-ամյա բեռը, որը նրանք կրում են իրենց ուսերին։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի, եւ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Պատիարքը նշում է, որ կարգավորման գործընթացում կան դրական տեղաշարժեր, Անիի կամրջի վերականգնում, նոր ավիաընկերությունների մուտք, նա նաև ընդգծում է, որ ներկայիս իշխանությունների օրոք համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։ Իրեն ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք։ Այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Մեզ այցելում են նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս։ Սակայն հարաբերությունների կարգավորման հարցում կան ոչ միայն պատմական խոչընդոտներ, այլև քաղաքական իրողություններ։ Թուրք փորձագետները նշում են, որ Անկարայի համար առանցքային է Ադրբեջանի գործոնը։ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել ադրբեջանա-հայկական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քայլերին զուգահեռ հաշվի են առնվում տարածաշրջանային կայունության ապահովումը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Սակայն իհարկե չպետք է մոռանալ, որ Թուրքիան ունի անկախ արտաքին քաղաքականություն եւ տեսանելի իրողություն է, որ բաց է Հայաստանի հետ ուղիղ երկխոսության եւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս հարցում կոնկրետ քայլեր կարող են ձեռնարկվել բոլոր երեք կողմերի ընդհանուր շահերի, վստահության ամրապնդման եւ տարածաշրջանային խաղաղության շրջանակներում։ Նախկին պոլսահայ Տիրան Լոկմագյոզյանը համոզված է, որ ամեն ինչ, այդ թվում լրագրողների վերաբերմունքն այս թեմային, որոշում է պետությունը, ավելի կոնկրետ խորքային պետությունը։ Եթե պետությունը ցանկանա, մի ակնթարթում ամբողջ թուրք ժողովուրդը կդառնա հայասեր։ Մեկ շաբաթվա ընթացքում թուրք ժողովուրդը հանկարծակի կսկսի սիրել հայերին։ Իհարկե 100%-ով չէ, բայց ոչ մի բանի մասին 100%-ով չի խոսվում։ Սրանք տեսնված բաներ են։ Թուրքիայում տեղի ունեցան սեպտեմբերի 6-ի դեպքերը։ Տասնյակ հազարավոր մարդիկ լցվեցին փողոցներ, սկսեցին ջարդ ու փշուր անել հայերի եւ հույների խանութները, ավերել եկեղեցիները, մտնել տներ եւ բռնաբարել մարդկանց։ Դա սովորական ժողովուրդն էր։ 1915 թվականին էր այսպես։ Սա ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Թուրքիայում կարևորը պետությունն է, իսկ պետության տակ թաքնված է խորքային պետությունը։ Խորքային պետությունը ստեղծվել է 100 տարի առաջ։ Իսկ հայ համայնքի հանդեպ վերաբերմունքում դրական փոփոխությունների ֆոնին Պոլսի հայությունը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Ամենացավոտ խնդիրը ժողովրդագրական է։ Պատիարքի խոսքով ծնունդների թիվը 3 անգամ զիջում է մահացությունների թվին։ Երիտասարդներն արտագաղթում են, իսկ հայոց լեզուն դուրս է մղվում առօրյա կյանքից։ Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը։ Մենք մեր ունեցած հարստությամբ Սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այնինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել։ Մինչ պաշտոնական մակարդակում հնչում են փոխադարձ դրական ժեստեր ու կառուցողական ուղերձներ, հասարակական գիտակցությունում դեռ բարդ է հաղթահարել պատմության կուտակած վախերն ու կարծրատիպերը։ Աննա Հարությունյան, Reopen Media։